Ուրեմն տեսեք, հարգելի երևանցիներ, սիրելի համաքաղաքացիներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում դեկտեմբերի 23-ին դիտել Երևանի ավականու նիստը։ Ինչի համար եմ ասում, դուք կտեսնեք, թե ձեր կյանքը ովքեր են թանկացնում, ձեր կյանքը ովքեր են բարդացնում, որ քաղաքական ուժերը, որ ավականու, որ խմբակցություններն են ձեր կյանքը թանկացնում եւ թանկացրել վերջին 2 տարվա ընթացքում 23-24 թվականներին։ Ինչի համար եմ ասում։ Ուրեմն հիշեցնեմ, որ կարմիր կետագծերը ուրեմն թանկացրել են 2 անգամ արդեն 25 թվականի համար եւ 24 թվականի համար են թանկացրել եւ այդ թանկացման մեղավորները 3 քաղաքական ուժեր են։ ԿՊ-ն իհարկե հենց իրանց վերած որոշումն է, Հանրապետություն կուսակցությունը, հանրապետությունն ասում եմ, իրանք հանրապետություն, թուրքական հանրապետություն կուսակցություն են, էլի, եւ հանրային ձայն կուսակցությունը։ Ուրեմն դեկտեմբերի 23-ին հաջորդ տարվա համար կարմիր կետագծերի թանկացման նախագիծ է գալու, հավանաբար չզեկուցվող հարցերի ցուցակում է լինելու, որպեսզի չզեկուցվող հարցերը ուրեմն քվեարկվում է առանձին, այդ չզեկուցվող հարցերի մեջ ընդունելի հարցեր լինում են, որ ասենք կարելի է դրանց կողմ քվեարկել, բերում են դրա մեջ մտցում են, որպեսզի կողմ քվեարկվի, դրա հետ միասին անցնի, բայց եթե մենք անգամ դեմեր քվեարկենք, այդ վերը նշված 3 քաղաքական ուժերը ԿՊ-ն, հանրապետությունը եւ հանրային ձայնը միասին կարողանում են այդ ձայների մեծամասնությունով անցկացնել չզեկուցվող հարցերով եւ այն որոշումները, որոնք Երևանցու գրպանին են կպնելու, լինելու են չզեկուցվող հարցերով։ Դրանցից են կարմիր կետագծերը, ուրեմն աղբահանությունը, ուրեմն տրանսպորտի թանկացումը, որոնք նաև հարվածել են ձեր գրպանին։ Տեսեք ուրեմն ինչա կատարվում։ Եթե հիշում եք, անցած տարի, եթե չէ հիմա ասեմ ձեզ, անցած տարի դեկտեմբերին, երբ որ կարմիր կետագծերի թանկացման որոշումը բերվեց, մեկ ձայնի առավելությամբ ով քվեարկեց ձեռնպահ, այսինքն եթե չէր քվեարկում, քվորում չէր լինում։ Այդ ձեռնպահ քվեարկելով կարմիր կետագծերը թանկացավ։ Դա քվեարկեց հանրային ձայնի ավականին։ Դրանից հետո, այսինքն հանրային ձայնի մեկ ձայնով գումարած հանրապետություն կուսակցության ավականիների ձայներով եւ ԿՊ-ի ձայներով կարմիր կետագծերը մեր երևանցիների եւ ոչ միայն երևանցիների, Երևանում կայանող վարորդների համար թանկացավ, որի համար ի դեպ Մայր Հայաստանը 2 անգամ դիմել է դատարան եւ 2 անգամ Երևանում դատավորները 10 դատավոր, ամեն անգամ 5 դատավոր, ոչ իրավաչափ է ճանաչել այդ որոշումը։ Ասելա որ բանը հերրու է իրավունքից, օրենքի խախտում կա այստեղ։ Դա մեկ, երկրորդը Երևան քաղաքում տրանսպորտը թանկացավ 25 թվականի փետրվարից։ Նախ սկզբում որոշել են 300 դրամ, հետո Տիգրան Ավինյանը երևի ճնշում ու զգաց ու որոշեց 150 դրամ, բայց ինչ հայտարարեց 150 դրամ դարձնելու ժամանակ, ասեց 150 դրամ, բայց ամեն տարի 10 դրամ թանկացնելու ենք։ Հիմա հավանաբար այդ որոշումը կբերեն այս տարի, նույն նախընտրական տարի է, մտածում են կարողա չբերեն, բայց եթե բերեն, չզեկուցվող հարցերով են բերելու։ Դուք ուշադիր եղեք, տեսեք ով է քվեարկում այդ որոշմանը կողմ։ Ասեմ ովքեր են քվեարկելու, դուք էլ ուշադիր եղեք։ ԿՊ-ն, հանրապետություն կոչված թուրքական կառույցը կամ ԿՊ-ի դուստր ձեռնարկությունը եւ ուրեմն հանրային ձայնը։ Այդ իրենք եթե կողմ են քվեարկելու, ուրեմն ձեր համար հանրային տրանսպորտը եկող տարի թանկանալու է, կարմիր գծերը թանկանալու են։ Այնպես որ հարգելի երևանցիներ, ես նորից վերադառնալով նախորդի մասածներին, դուք վճարում եք ձեր գրպանից, դուք վճարում եք հարկեր տուրքեր, դրանից օգտվում է քաղաքային իշխանությունը, դրանից օգտվում է ԿՊ-ն եւ ԿՊ-ի հետ ուրեմն դուստր ձեռնարկությունները, ովքեր որ այսօր ԿՊ-ի հետ միասին իշխանություն են կիսում Երևան քաղաքում եւ ընդհանրապես Հայաստանում, դուք վճարում եք ձեր գույքահարկը, իդեպ գույքահարկը, հարգելի երևանցիներ, գույքահարկը 26 թվականին ավելացել է 7 միլիարդ դրամով, 7 միլիարդ 160 միլիոն դրամով։ 25 թվականին ուրեմն հավաքագրվել է 19 միլիարդ 591 միլիոն դրամ գույքահարկ, որը ավել է եղել անցած տարվա համեմատ 6 միլիարդով։ Մենք հիշում եք անցած տարի ասում էինք, կամ այս տարի 25 թվականին ասում էինք, որ գույքահարկը 26 թվականին թանկանալու է 100%-ով։ Այո, թանկացել է, 100 չէ, 102, 103, 105%-ով թանկացել է։ Արդեն 19 միլիարդ չէ,
19 միլիարդ 590 միլիոն չէ, 27 միլիարդ, ուրեմն 26 միլիարդ 753 միլիոն դրամ գումար է կանխատեսվում 26 թվականի համար։ Դուք այս տարի ուրեմն վճարելու եք ավելի շատ գույքահարկ 26 թվականին, քան 25 թվականին եք վճարել։ Այդ այնց դուք բարձր վճարում եք, աղբահանություն կլինի, գույքահարկ կլինի, եւ իրանք դրանով պարգևաճար են ստանում, իրանք դրանով բարձր աշխատավարձ են ստանում։ Իմացեք թե ովքեր են այսօրվա քաղաքային իշխանությունները, իմացեք թե ում եք ընտրել 23 թվականին եւ իմացեք թե ում եք ընտրելու առաջիկա համապետական եւ ոչ միայն համապետական ընտրություններին։ Շնորհակալություն։